Երևանը ըստ էության մեղադրում է Բաքվին, որ խաղաղության համաձայնագրի 100%-ով համաձայնեցված լինելու վերաբերյալ համատեղ հայտարարություն անելու պայմանավորվածությունն է խախտել ադրբեջանական կողմը։ Բայց հաստատում է Բաքվի լուրը, խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Բայրամովն էր շտապել հայտարարելով, թե Հայաստանն ընդունել է ադրբեջանական առաջարկները համաձայնագրի վերջին երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ։ Դեռ նախօրեին Արարատ Միրզոյանը ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվից ստացված 12-րդ տարբերակին պատասխանել են։ Եվ առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը եւ ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի ստորագրման, համաձայնեցման ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը։ Միրզոյանը նաև հաստատել է, որ ընդունել են Բաքվի երկու պահանջը՝ հրաժարվել միջազգային դատական ատյաններում միմյանց դեմ ներկայացրած հայցերից եւ բացառել երրորդ երկրների ներկայացուցիչներին հայ-ադրբեջանական սահմանից։ Խոսքը եվրադիտորդների մասին է։ Այո, մենք քննարկում ենք նաև այնպիսի դրույթներ, ինչպիսիք են օրինակ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը, այո, մենք քննարկում ենք միմյանց նկատմամբ միջազգային իրավական հարթակներում վեճերից, հայցերից, գանգատներից հրաժարումը, եւ եթե համաձայնվեցվի, ստորագրվի եւ մտնի ուժի մեջ, այս կետերը, ինչպես եւ մնացած բոլոր կետերը, ենթակային պարտադիր կատարման։ Ըստ էության հաստատվում են այն կասկածները, որ Հայաստանի միջազգային իրավական հարցերով գրասենյակի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հենց այս պատճառով է հրաժարական տվել, քանի որ դեմ է եղել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում մեր հայցերը հետ քաշելուն։ Իսկ եվրադիտորդների մասին այսօր Բաքվում կրկին խոսել է Իլհամ Ալիևը, արդեն 2 տարի Հայաստանում գործող Եվրամիության առաքելությունը ըստ Ադրբեջանի նախագահի զբաղվում է լրտեսությամբ։ Բայց Բաքուն կարծես հակված չէ փակել իր պահանջների տրցակը։ Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր նորից խոսել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին։ Հենց այս պահանջը կատարելու համար է ըստ փորձագետների Փաշինյանը ասպարեզ նետել իրական Հայաստանի գաղափարը։ Այսօր մենք սկսում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները։ Որպեսզի ցրի այն պնդումները, թե այդ քայլին գնում է նորից Ալիևի պահանջով, Փաշինյանը որոշել է մի քանի տասնյակ համախոհների շրջապատում նոր նշանակություն տալ սահմանադրությանը։ Կարծում է Հայաստանի մայրօրենքը տարածաշրջանային նշանակություն պետք է ունենա։ Հնարավոր չի շղթել, որ այն տեքստը, որը կարա լինի, ինքը ունենա նաև տարածաշրջանային նշանակություն բոլոր դեպքերում, բոլոր սահմանադրություններին դա վերաբերվում է։ Իմ ընկալումը հետևյալն է, որ սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու եւ հարաբերվելու կանոնների մասին։ Ոչ թե քաղաքացիների հետ հարաբերվելու համար է Փաշինյանին նոր սահմանադրություն պետք, այլ Ալիևի հետ հարաբերությունների, որտեղ պատրաստ է զիջել հայկական բոլոր շահերը, կարծում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։ Ուրիշի չափսով կոստյում են կարում, այստեղ մեր սահմանադրությունը ուրիշի վրա է պատրաստում։ Սահմանադրությունը դա երկրի մայր օրենքն է, օրենքների օրենք, ամենաբարձր օրենքը, եւ դա կազմվում է տվյալ ազգի, տվյալ ժողովրդի շահերից ելնելով, դրվյալ երկի շահերից ելնելով եւ ոչ թե ինչ որ տարածաշրջանային շահերի կամ հարևանների շահերից ելնելով։ Էրդողանն ու Ալիևը աննախադեպ մեծացրել են ճնշումը Փաշինյանի վրա, կարծում է թուրքագետը։ Բաքվում, Անկարայում եւ Երևանում հասկացել են, որ ուկրաինական պատերազմի հնարավոր ավարտից հետո Ռուսաստանն ու ԱՄՆ-ն են որոշելու ազդեցության նոր գոտիները։ Տիրան Լոքմագյոզյանի խոսքով արդեն որոշված է Թուրքիան Միացյալ Նահանգների, Հարավային Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտում են հայտնվելու, եւ քանի դեռ Թրամփն ու Պուտինը փորձում են ուկրաինական ճգնաժամը լուծել, թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում է Հայաստանից ստանալ այն, ինչ պետք է իրենց։ Մենք շտապում ենք
Մինչև այսօր շատ բան են, հանգիստ էին իրենց մեջքին կանգնած ուժեր կային, իրենց թելադրում են, այս կանես, այն կանես եւ այլն, բայց հիմի հատկապես Ամերիկայի կողմից այդ ուժերը միանգամից չկան, գլոբալիստները, լիբերալիստները այլևս չկան, հիմա ուրիշ քաղաքականություն է վարվում, որովհետեւ եթե Ուկրաինայի հարցը լուծվի, Ուկրաինայում խաղաղություն լինի, Ռուսաստանը արդեն վերադառնալու է հարավային Կովկաս։ Քանի դեռ Մոսկվան ու Վաշինգտոնը բանակցում են, Երևանն ամեն ինչ անում է թուրքերի գրկում հայտնվելու համար, ասում է թուրքագետը, նկատելով, որ 1 տասնյակ թուրք լրագրողների Հայաստան հրավիրելներն էլ այդ շրջանակում է։ Մենք հիմա նաև Թուրքիայի հետ կապված, Թուրքիայի հետևից ենք ընկել հիմա, եւ մենք Թուրքիային ենք ուզում սիրաշայել։ Սիրո խոստովանությունները Անկարայում չեն անցնելու, Ադրբեջանի պահանջները բավարարելուց հետո Թուրքիան իր պահանջներն է դնելու։ Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացում եւ հայոց ցեղասպանության ճանաչման քաղաքականությունից հրաժարում։ Ադրբեջանի պահանջները չեն բավարարվում, չնայած թուրքերի մոտ էլ դենց է, դենց լինել։ Հետո եկեք իմ մոտ ասում է, դա չի նշանակում է, որ հետո կգաք իմ մոտ, իմ պահանջները կբավարարեք, դրանք էլ իհարկե ավելանալու են, դրա համար էլ այդ սահմանագետը չի բացվում։ Անգամ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը չի զսպելու Հայաստանի թշնամիների ախորժակը, նկատում է թուրքագետը, հիշեցնում, հայ իշխանավորներն են խոստովանում, պայմանագիրը չի կարող կանխել հնարավոր պատերազմը։ Այդ ամեն ինչը մեր շահերից չի ելնում, այլ ուրիշների թելադրանքով կատարված բաներ են։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։